$100,000-ից ավելի կորուստ ընդամենը մեկ զանգի կամ հաղորդագրության պատճառով։ Կեղծ WhatsApp և Viber հաշիվներով արդեն մի քանի օր է թիրախ են դարձնում քաղաքացիներին խաբեության նոր վտանգավոր սխեմայով։ Խարդախները ներկայանում են ձեր մտերիմների անունից, իսկ հետո զանգում ԱԱԾ աշխատակցի անունից, համոզում, թե Ադրբեջանից կեղծ փողեր են փոխանցել ձեր հաշվին։ Խոսում են ռուսերեն, իբր հատուկ գործողության շրջանակում աշխատում են Ռուսաստանի հետ և համոզում գործակցել։ Արդյունքում ձեր փողերը պարզապես անհետանում են։ Ինչ է զգուշացնում մեդիափորձագետը, տեսանյութում։ Կեղծ WhatsApp, Viber հաշվով ստեղծում են ձեր մտերիմ մարդու կրկնօրինակը և կապվում ձեզ հետ։ Այստեղից սկսվում է ամբողջ պատմությունը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակում է ահազանգել թիրախային հարձակումների մասին։ Ձեր մտերիմի կրկնօրինակը ներկայացնում է, թե ԱԱԾ-ն ինչ-որ հետաքննություն է անում, քանի որ Ադրբեջանից գումար են փոխանցել Հայաստան և որ ձեր հաշվին նույնպես գումար կա։ Հաջորդ զանգը ստացվում է ենթադրյալ ԱԱԾ-ից։ Խոսում են ռուսերեն, պատճառաբանելով, թե հայ-ադրբեջանական միասնական գործողություն է և ամեն ինչ արձանագրելու համար պետք է ռուսերեն խոսել։ Ձեզ վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին է, բայց մի պայման կա և սկսվում է խաբեության երկրորդ արարը։ Հիմա դուք պետք է համագործակցեք, շտապ ձեր իրական փողերը հանեք ձեր հաշվից ամբողջությամբ ու փոխանցեք տվյալ հաշվին։ ԱԱԾ-ի հատուկ ստեղծված հաշիվ է, որ ձեր գումարները փրկենք։ Ինչպես հասկանում եք, փողը տենց գնում կորում։ Նույն խնդրի մասին դեռևս հոկտեմբերի 20-ին ահազանգել էր Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, կիսվելով Սամվել Մարտիրոսյանի նույն զգուշացմամբ։ Հարգելի գործընկերներ, իմ անունից, իմ լուսանկարով, կեղծ WhatsApp համարով կապ են հաստատում ինձ հետ կապված մարդկանց հետ, ոմանց ասում են, որ ԱԱԾ-ն ինչ-որ լուրջ խնդիր է հայտնաբերել, այնուհետև զանգում են, խոսում ռուսերեն, ադրբեջանական ակցենտով, ասում, թե Ադրբեջանից ձեր բանկային հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, թե բա սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է, նյութեր են պատրաստում եւ այլն եւ այլն։ Հիմա էլ ԳԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է գրառում արել ու հայտնել նմանատիպ խարդախության մասին։ Հարգելի քաղաքացիներ, իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով, օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվները և չարձագանքել դրանց։